Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր խոսելու եմ մի բույսի մասին, որ Եվրոպայի եկել 17-րդ դարից եւ Աֆրիկայից ասեմ եւ տարածվել ամբողջ աշխարհում։ Մի պահ հետաքրքրությունը նրա նկատմամբ վերացավ, սակայն 20-րդ դարի սկզբից, երբ սկսեցին զբաղվել բույսերի էներգետիկայով, այս բույսը նորից բում ապրեց եւ նրա անունը հայերեն խորդենի է կամ աղավնակտուց են ասում, գերայն ռուսերեն եւ լատիներեն պելարգոնիում։ Այս բույսերը լինում են կամ միամյա, կամ բազմամյա։ Հիմա հիշենք որն էր միամյա, եթե մենք բույսը թողնում ենք ձմեռման, այգում, իսկ գերանը հրաշալի աճում է եւ սենյակային պայմաններում, եւ այգիների պարտեզների պայմաններում, ապա ձմռան, ջերմաստիճանների մինուս ցածր լինելու պատճառով նրանք պարզապես մահանում են։ Հիմա եկեք ես ձեզ ասեմ, ինչ կարելի է անել, որպեսզի այգում աճող գերանը խորդենին դառնա բազմամյա։ Իսկ դրա համար շատ քիչ բան է պետք։ Պարզապես երբ սկսում են ցրտել, այս հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ, մինչև նոյեմբերի կեսերը, անհրաժեշտ է բույսը հանել հողից, տեղափոխել տուն, իսկ թե մնացածը ինչ ենք անում, շուտով կբացատրեմ։ Իսկ հիմա գնանք բույսը հողից հանելու եւ մշակման բերելու տուն։ Դե ինչ սիրելիներս, բույսը արդեն բերեցինք տուն։ Հիմա ես երկու գործողություն պիտի անեմ։ Նախ մայր բույսից, տեսեք, սա ամբողջական բույսն է, ես կմշակեմ այնպես, որ արմատային սիստեմով եւ վերին մասով նոր բույս կդառնա, կարող ենք պահել սենյակային պայմաններում եւ ձմռանը ունենալ լավ ծաղկած խորդենի, իսկ վերին մասերից կկտրտեմ եւ կտրոններ կպատրաստեմ երկու տարբերակով աճեցնելու համար, արմատակալացնելու, նախ ջրի մեջ, հետո հողում։ Իսկ մինչ այդ եւ գործողություն անեմ եւ ձեզ բացատրեմ նրա դրական հատկանիշների մասին, ինչու տանը անպայման պետք է ունենալ խորդենի։ Տեսեք, եթե վարդագույն խորդենին հիմնականում օգտագործվում է յուղեր ստանալու համար, ամբողջ աշխարհում դա ընդունված է, ապա կարմիր խորդենին, այս ալ-կարմիր բացվող խորդենիները հիմնականում օգտագործում են ֆենշույում եւ էներգետիկ դրական լիցքեր տալու համար։ Ասեմ ավելին, խորդենին համարվում է համար առաջին ամբողջ բույսերի մեջ, այսպես կոչված երկաթյա վարագույրը չար աչքի դեմ։ Հետևապես, եթե նոր տուն եք կառուցում, շեմին անպայման պետք է տնկեք կարմիր խորդենի։ Եթե տանը ուզում եք, դե լինում են, չկան մարդիկ են լինում, բացասական էներգիան չեզոքացնել, տանը դարձյալ պետք է անպայման ունենա կարմիր խորդենի։ Այս բույսը նաև մեծապես օգտագործվում է ֆենշույում իր դրական էներգետիկայի շնորհիվ, ինչպես նաև հոգեբուժության մեջ։ Ուրեմն հոգեբուժության մեջ հիվանդներին խորհուրդ է տրվում բազմացնել եւ զբաղվել հատկապես կարմիր խորդենիով։ Դե իսկ հիմա սկսենք։ Նախ ես ուզում եմ հեռացնել վերին մասերը, որովհետեւ տեսեք, հաշվում ենք ներքևից տերևները, այսպես ցույց տամ, որ բարձ լինի, հա, տերևի ներքևի մասից, որի վրա կա մոտավորապես 1-2-3 աչք, կտրոն եմ անում, իսկ մինչ այդ չմոռանաք անպայման ախտահանել ձեր կտրիչը, որտեղ դրսից եք բերել, հնարավոր է հիվանդություն վնասատու լինի, չփոխանցենք մյուս բույսերին։ Ուրեմն հաշվեցինք 1, 2, 3, կտրում եմ այստեղից, մենք ունեցանք այսպիսի կտրոն, հեռացնում ենք բոլոր տերևները, նրա վրա թողնելով ընդամենը 2 կամ 3 տերև։ Սա այսպես դնենք առանցին, հիմա կբացատրեմ ինչ ենք անելու։ Նույն բույսից կարող ենք կտրել այսպես դարձյալ երկրորդը հատվածը, թողնելով 1, 2, 3 դարձյալ հեռացնում ենք տերևները։ Պետք է հեռացնեմ ցավոք սրտի նաև կոկոնը, կարող ենք դնել այսպես ջրի մեջ, հետո կբացվի մեր երկրորդ կտրոնը
Եվ այսպես մնացածը շարունակ։ Այսպես մեր տնկանիթերը արդեն պատրաստ են։ Ուրեմն մի մասը, ինչպես ասած, դնում ենք ջրի մեջ, մյուս մասի համար կարող ենք վերցնել փոքր թաղար, նրա տակ լցնել, ինչպես միշտ արդեն բազմիցս ասել, դրենաժ, կարիք ներնենք, որպեսզի ավելորդ ջուրը վերցնի իր վրա, լցնում ենք հող, այսպես մի անգամից կարող ենք անել։ Տեսեք, շատ հաճախ ասում են գերանը ցանկացած հողում շատ լավ աճում է։ Իհարկե կա նման բան, որտեղ այգիներում երբեմն ոչ բերի հողիներում տնկում են, սակայն եթե դուք ուզում եք ունենալ լավ, փարթամ, բույս, որը ծաղկի ամբողջ տարին, ապա նրա համար պիտի ընտրեք բերի հող, թեթև, այսպես պերլիտով, կոկոսի տորֆով կամ տերևատ հողով սևահողը պատրաստացող, որպեսզի ձեր բույսը ավելի լավ աճի։ Ինչ ենք անում, որպեսզի ավելի արագ ուրեմն արմատակալի եւ հաջող արմատակալի, ես միշտ օգտագործում եմ կամ խմորիչ, այդ մասին ասել եմ, կամ կորնևի։ Եկեք այս անգամի կորնևինով անենք։ Վերցնում ենք արդեն պատրաստի կտրոնները, թաթախում ենք մի փոքր ջրի մեջ, թաթախում ենք կորնևինի մեջ եւ տնկում ենք հողում։ Մոտավորապես այնպես պետք է անենք, որ 2-3 աչք մնա հողի մեջ։ Այսպես, նույն ծաղկամանի մեջ կարող ենք 2-3 հատ տնկի դնել։ Կտրոնները տնկելուց հետո անհրաժեշտ է դնել ջերմ տեղ, ոչ սառը տեղ, բայց ոչ ուղիղ արևի ճառագայթների տակ եւ ջրել ոչ շատ հաճախ, որպեսզի փթուն չառաջանա, այս բույսերը մի քիչ հակված են կտրոնները ուրեմն փտելու, եթե շատ ենք ջրում, դրանից խուսափելու համար առաջին անգամ կջրենք ցողիչի օգնությամբ, այսպես տեսեք, սիրուն բույսեր կունենանք։ Իդեպ ասեմ, որ այս դեպքում կարող եք նաև, եթե ուզում եք դարձյալ արմատակալումը շատ լինի, տերևներն է կիսատ այսպես կտրել, մի փոքր թողնել ֆոտոսինթեզի համար, իսկ այս դեպքում այսպես արմատակալումը տեղի է ունենում ավելի արագ։ Եվ իհարկե վերջում ինչպես նշեցի, ցողիչի օգնությամբ ցողում ենք, թեթև խոնավացնում ենք բույսը, հողը ներեցեք եւ արդեն պատրաստ է։ Կարող ենք ջերմոցային էֆեկտ ստեղծելու համար պարզապես ցելոֆանի տոպրակ քաշել վրան եւ կարող ենք թողնել հենց այսպես։ Սա մեկ։ Երկրորդ տարբերակը, ինչպես նշեցի, արմատակալումն է ջրի մեջ։ Դարձյալ մի փոքր արդեն ես աչքաչափով կորնևին եմ ավելացնում, խառնում եմ, այսպես, եւ տեսեք, այստեղ ուշադիր, ամբողջովին այդ ցողունը չենք մտցնում ջրի մեջ, որտեղ փրկման հավանականությունը ավելանում է։ Կարող ենք մոմլաթե ցելոֆանը այսպես տոպրակով փակել, այնուհետև փոքր անցքեր անել վրա եւ կտրոնը դնել մեջը։ Այս դեպքում արդեն ամբողջովին չի գնում, մեզ անհրաժեշտ, տեսեք, ծայրի մասն է մտնում եւ փրկման հավանականությունը ավելի քիչ է լինում։ Սիրելիներս, հիմա խնամքի մասին։ Այս բույսը սիրում է չափազանց շատ լույս եւ որքան ցրված է լույսը, այդքան ավելի լավ է։ Եթե ամռանը մենք դնում ենք արևի ուղիղ ճառագայթների տակ, կտեսնեք, որ երբեմն տերևները կարմրում են, հա, այդպես ավելի շատ վարդագույն, կարմիր, նարնջագույն, վախենալու ոչինչ չկա։ Դա պարզապես լինում է արևի ճառագայթներից։ Բույսը ոչ հիվանդ է, ոչ վնասված է, ունի իր վնասատուները, լվիճով է վարակվում եւ տիզն է շատ սիրում ես բույսը, ուրեմն ժամանակին գոնե պրոֆիլակտիկ պիտի սրսկեք։ Եթե բույսերը դուք թողնում եք այգում հողի մեջ, տեսեք, երբեմն ձմեռը խիստ չի լինում եւ կարող եք այդպես փրկել։ Պարզապես այդ դեպքում աշխատեք լրիվ կտրել վերին մասը եւ թողնել մի փոքր ցողում 15-17 սանտիմետրի սահմաններում եւ եթե հնարավոր է տերևահողով ծածկեք, այդ դեպքում արդեն միանշանակ ձմեռումը հեշտ է տանում։ Ջրում ենք բույսը, երբ հողը չորանում է, գերխոնավությունից ինքը շատ շուտ է փտում, կարող եք համոզված լինել, ահա այսպես։
Սա էլ դնենք ջրում արմատակալելու համար։ Ինչ վերաբերում է այս մեր մայր բույսերին, ապա ես դրանք կտնկեմ հիմա փոքր ծաղկամանում եւ հավանաբար մի փոքր դարձյալ կկարճացնեմ։ Ահա սիրելիներս, բույսներ վերատնկեցի, ձեր ժամանակը խնայելու համար շատ ենք վերատնկում, արի դրան չանդրադառնամ, վերջում իհարկե պիտի ցողենք կամ ջրենք ավելի արագ, այս բույսերը ասեմ, որ ուղիղ 1 ամիս հետո կարող եք սնուցման նպատակով եւ պրոֆիլակտիկայի իհարկե հիվանդություններից ազատվելու համար ընդամենը 1 կաթիլ, ոչ ավել, յոդը լուծել 1 լիտր ջրի մեջ եւ դրանով ջրել բույսերը, եթե ավելի լինի հնարավոր է արմատները այրի։ Հիմա մի 2 խորհուրդ էլ տամ նրա տերևների մասին, ինչպես նշեցի, շատ հարուստ է եթերային յուղերով, որը օգտագործվում է նաև տնային բժշկության մեջ։ Տեսեք, եթե ականջացավ ունեք, ապա կարող եք պոկել ընդամենը 1 տերև, շատ լավ լվանալ, չորացնել, փաթաթել եւ պարզապես մտցնել ականջի մեջ։ Ցավը հանգստանում է։ Ինչպես նաև, եթե տանում ունեք փոքրիկներ կամ անկնության տառապող, նույնիսկ մեծեր, կարող եք տերևները խառնել, ուրեմն գայլուկի տերևների հետ եւ նանա ավելացնել, այս բոլորը կարել փոքր բարձիկի մեջ եւ դնել ձեր բարձի տակ։ Քունը, հանգիստ քունը ապահոված է։ Երեխաների համար ավելի շատ են սա օգտագործում։ Այսքանը սիրելիներս, եթե հարցեր ունեք գրեք, չմոռանաք դնել լայքերը, գրել անպայման ինչ բույսի մասին կուզեիք լսել, ես սպասում եմ ձեր կոմենտներին, կհանդիպենք հաջորդ անգամ։ Ցտեսություն։